Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն, օր մայիսի 27։ Անհավատության ահռելի վտանգը։ Նայեցեք, եղբայրք, միգուցե ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, որ ապստամբվի կենդանի Աստվածանից, և որոնց երդում արավ, որ իր հանգստի մեջ չպտի մտնեն, եթե ոչ անհավատներին, և տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։ Եբրայեցիս 3:12, 18 և 19 խոսքեր։ Եբրայեցիներին ուղղված նամակը Նոր Կտակարանի եկեղեցուն զգուշացնում է. նայեք Իսրայելի օրինակին, հակառակ դեպքում կարող եք նրանց նման ընկնել, դուք կխորտակվեք չար անհավատության մեջ, և դա ձեր կյանքը կվերածի մեկ երկար անապատի։ Աստված այս անհավատ սերնդին առաջնորդներից մինչև Ղևտացիներ ասաց, որ իր ձեռքը նրանց դեմ կլինի։ Այդ պահից սկսած նրանք կիմանան հոգու նեղությունն ու նիհարությունը, նրանք չեն տեսնի նրա փառքը, փոխարենը նրանք կկենտրոնանան իրենց սեփական խնդիրների վրա և կլանված կլինեն իրենց սեփական կրքերով։ Նույն բանը պատահում է բոլոր անհավատ մարդկանց հետ։ Վերջիվերջո նրանք կլանված են իրենց սեփական բարեկեցությամբ, առանց տեսլականի, առանց Աստծո ներկայության զգացողության և առանց աղոթքի կյանքի։ Նրանք այլևս չեն հոգում ոչ իրենց մերձավորի, ոչ էլ կորուստյալ աշխարհի մասին, փոխարենը նրանց ամբողջ կյանքը կենտրոնացած է իրենց խնդիրների, դժվարությունների և հիվանդությունների շուրջ։ Նրանք մեկ ճգնաժամից մյուսն են անցնում, փակվելով սեփական ցավի մեջ, անցկացնելով իրենց օրերը լի շփոթմունքով, վեճով, նախանձով և բաժանումով։ Առանց հավատքի պարզապես անհնար է Աստծուն հաճեցնել։ Երբ Աստված բացեց Կարմիր ծովի ջրերը և թույլ տվեց իսրայելացիներին անվտանգ անցնել դրա միջով, նրանք պարեցին և ուրախացան։ Սակայն ընդամենը 3 օր անց այդ նույն իսրայելացիները տրտնջում էին Աստծո դեմ և կասկածի տակ էին դնում նրա ներկայությունը իրենց մեջ։ 38 տարի շարունակ Մովսեսը դիտում էր, թե ինչպես այդ անհավատ սերնդի յուրաքանչյուր իսրայելացի անիմաստ մահանում էր մեկ առ մեկ։ Նույնիսկ այսօր որոշ քրիստոնյաներ բավարարվում են պարզապես գոյություն ունենալով մինչև մահ, առանց որևէ բան վտանգելու, որպեսզի հավատան Աստծուն։ Նրանք հրաժարվում են հավատալ նրա խոսքին և պարզապես ապրում են մեռնելու համար։ Սիրելիներ, սրտանց ընդունեք Եբրայեցիներին ուղղված նախազգուշացումը. զգուշ եղեք, եղբայրք, միգուցե ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, որ ապստամբվի կենդանի Աստվածանից։